Ինչ շատ են հարցրել 2026 թվականի ընտրությունների մասին։ Ես վերջին օրերին այդ մասին խոսել եմ։ Այո, կլինեն 2026 թվականի ընտրություններ, որը շատ հեռու է իմիջիայլոց։ Եվ բոլոր նրանց, ովքեր խանդավառված են այդ պատմությամբ, այդ թեմայով, ուղղակիորեն ասում եմ, շատ հեռու է 2026-ը։ Եվ կլինեն այդ ընտրությունները, բայց առանց այս չարիքի իշխանության մասնակցության։ Պետք է այդպես լինի։ Մենք կոչված ենք այսօր այդ հունցքի ժամանակը հասած լինելով որոմաքաղ անել մեր մաքուր ցորենի արտը, որոմաքաղ անել ուղղակի։ Եվ ըստ այդմ նաև այդ որոմներին արժանացնել իրենց իրական տեղում գտնվելուն։ Այլ կերպ եւ այլ ճանապարհ գոյություն չունի։ Մենք այս ժամանակահատվածում բազմաթիվ հարյուրավոր, եթե չասեմ հազարավոր հայրենակիցների ենք հանդիպել, խոսել, որոնք միայն եւ միայն ինձ համար ուրախացնողը այն է, որ այս բոլոր խոսակցությունները միտված են եղել մեր տունը վերականգնելուն, մեր պատիվը վերականգնելուն, մեր կյանքը վերականգնելուն։ Անցյալ օրը մերձակա մտերիմներից մեկը ասում էր, երբ Մոսկվայում տեսա այս չարիքի իշխանության կառավարչին, ես նոր հասկացա, թե ինչ է նշանակում անպատիվ լինելը։ Ամոթից գետինն էի մտնում, ինքը ընդ որում գտնվում էր այդտեղ։ Ամոթից գետինն էի մտնում։ Նոր եմ հասկացել, թե ինչ էր այդքան, որ խոսում ես, որ պատվազրկվել ենք, մեր պատիվը գողացվածը, նոր եմ հասկանում, թե դա ինչ է նշանակում խորքային իմաստով։ Ամաչում եմ ես ուղղակիորեն նրա ներկայությունից, այն մարդուց, որ ինձ է ներկայացնում այդ ամբողջ իրադարձության մեջ։ Այո, որոմա լցված է մեր կյանքը, բայց նաև եւ հատկապես մեր միտքն է այդ ցորենը ազատագրել, արտը ազատագրել, գոյություն ունեցող ցորենով մեր կյանքը վերականգնել եւ մեր կյանքի վերականգնումը նաև ուղղված մեր պատվի վերականգնումին։ Մենք այս ժամանակահատվածում, ինչպես ասացի, հազարավոր մարդկանց ենք տեսել, խոսել, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել ինչպես անցյալին, այնպես էլ այսօր, չեն ընկճվել, չեն կքել, այո, ունեցել են տարբեր մտածումներ, ունեցել են հուսախաբություններ, ամեն ինչ որ վիճակված է որևէ պայքարի մեջ կամ կռվի մեջ, պատերազմի մեջ, ունեցել են տագնապներ, հուսախաբություններ, բայց միևնույն ժամանակ ունեցել են ներշնչումներ, ունեցել են մեծ հույսեր եւ շարունակում են ունենալ։ Եվ պատրաստակամություն որոմաքաղ անելու մեր արտը, մեր կյանքը, դառնալու այն ցորենի հատիկները, որը միայն եւ միայն կյանք է տալիս մարդկանց։ Սրան նախորդող, այս որոմների առակին նախորդող մեր Տերը նաև խոսում է սերմնացանի մասին, որ սերմերը ցորենից հանում էր, նրանցից որոշները ընկան ապառաժի վրա, խորունկ արմատ չունեցան եւ արևը այրեց, որոշները ընկան ճանապարհի եզրին եւ թռչունները տարան, որոշները ընկան որոմների մեջ, փշերի մեջ, տատասների մեջ եւ խեղդեցին այդ փշերն ու տատասկները եւ որոշներն ընկան բարեբեր հողի վրա եւ ծլեցին, մեծացան եւ կյանք տվեցին։ Եվ այդ բարեբեր հողի վրա ընկածներն էին ի վերջո
որ կարողացան նաև կյանք պարգևել մարդկանց։ Այդ ամբողջ շերտերի մեջ այդ մի բուռ հատիկը, մի բուռ ցորենը հարյուրապատիկ արդյունքներ է տվել։ Եվ այսօր այո, մեր կյանքում այդ մի բուռ ցորենի հատիկը, մի բուռ կյանքը, մի բուռ մարդիկ են, որ վերականգնելու են մեր տունը, որ ազատագրելու են մեր կյանքը, հենց դուք եք դա, սիրելի հայրենակիցներ, ազատագրելու մեր կյանքը, վերականգնելու մեր անունը, մեր պատիվը, ոչ միայն մեր սեփական տան մեջ, այլև այո, ես չեմ զլանում ասելու աշխարհի առջև, որովհետև մենք անխուսափելիորեն կապված ենք նաև աշխարհի հետ, մեր չափով, մեր բաժնով եւ մեր պատասխանատվությամբ։ Ժամանակը հասել է որոմակախ անելու մեր կյանքը։ Հասել է ժամանակը եւ դեռ մի բան էլ անցել։ Եվ ուզում եմ ասել, որ թերևս այս ձևաչափով սա մեր վերջին հանդիպումը կլինի։ Եվ մենք միասին կհանդիպենք այլ վայրում, այլ միջավայրում եւ վստահաբար նաեւ այն ինչ որ մենք մտածել ենք, այն ինչ որ մեր կյանքի հավատամքն ու նշանաբանն է դարձել, սկզբունքը, նրանով ինչով առաջնորդվել ենք եւ նա ով մեզ դրել է այս ճանապարհի մեջ առաջնորդելով մեզ, մեր Տեր Աստված, մեր ժողովրդի հրավերը, կանչը, մեր նահատակների սխրանքը, այս բոլորը որպես օրհնություն մեր կյանքի ճանապարհին ուղղակիորեն առաջնորդելու են մեզ, այո, հենց մեզ, հայերիս, քրիստոնյաներիս, արդարության եւ ճշմարտության համար անտեղի տալի պայքար մղողներիս հասնելու մեր երազած, մեր տենչած հաղթանակին, որը միայն եւ միայն մեր երկրի ազատագրումն է, մեր անվան եւ մեր պատվի վերականգնումը։ Աստված թող զորացնի բոլորիդ, ուժ եւ կորով ստանաք, ձեր սրտերը նորից գոտեպնդեք, ձեր մտածումները, ձեր ապրումները, զգացումները լինեն մեր կյանքի ազատագրումը, հագնեք Աստծո սպառազինությունը եւ միասին ընթանանք դեպի մեր բաղձալի եւ ցանկալի հաղթանակը, որով նաեւ մենք արժանիորեն կկարողանանք հայացքներս պարզ, սրտներս բաց, խոսել ոչ միայն ներկայում, այլև մեր պատմության հետ եւ մեր գալիքի հետ։ Աստված զորացնի բոլորիդ։